Երբ որ այս 9 միլիարդ դոլարը, այս խելոքները, որ ներգրավել են այս 8 տարվա իրենց կառավարության արդյունքում, կառուցված լինեին ջրամբարներ, կառուցված լինեին երկաթգծեր, կառուցված լինեին, այո, մեգա պրոյեկտներ, որը ժամանակի ընթացքում եկամտաբերություններ ապահովելու, այո, արդյունավետ կլիներ, բայց եթե մենք 9 միլիարդ դոլար մեր պետական արտաքին եւ ներքին պարտքը ավելացրել ենք, բայց 9 միլիարդ դոլարի արդյունավետությունը ես ոչ մարզերում եմ տեսնում, ոչ Երևան քաղաքում եմ տեսնում, հարց է առաջանում։ Այդ 9 միլիարդ դոլարը որտեղ է ծախսվել, վստահաբար կարող եմ ձեզ ասել։ Զենք ենք գնել, ջրամբարներ ենք կառուցել, հեգնում եք, ասեք, որ հեգնում եք, մարդիկ կառուցել, կամուրջներ ենք կառուցել, ոչ թե ասֆալտապատում ենք արես ընդդիմադիրները, որ այսպես խոսում են, ոչ, ճանապարհաշինարարական մեգա պրոյեկտներ ենք իրականացրել, հյուսիս-հարավն ենք բացել, ամբողջությամբ շահագործում է 565 կիլոմետր երկաթուղի, ոնց դուք չեք տեսել, որ Իրանից մտնում են, Վրաստան դուրս են գալի հյուսիս-հարավ։ Դուք էլ այսօր մեզ մոտ Աջափնյակի մետրոյով եք եկել։ Ես Աջափնյակի մետրով իդեպ ասեմ, շուտով հեսա Ապարան մետրոն է բացվելու, Ապարանից Թալին մետրոն է բացվելու, Թալինից անմիջապես աշտարակով այսպես մետրոն գալու է այրեպորտ, հա, օդանավակայան եւ այնտեղից իջնելու անմիջապես Գորիս, իդեպ ասեմ, նաեւ մետրո են որոշում կառուցել դեպի Թրիպ ուղի։ Իսկ Աջափնյակից որ գալիս եք մետրոյով փոսերի մեջ չընկավ գնացքը, պարոն Մարտիրոսյան։ Սա իհարկե հեգնում եք, որովհետեւ այս իշխանությունների նախընտրական ոչ մի խոստում չի իրականացվել, բացի դա ավելի ահագնացել է։ Եթե մի երկրի էկոնոմիկայի նախարար պետական բյուջե պետական կառավարության արտաքին եւ ներքին պարտքը չի հասկանում ինչ բան է ի պաշտոն է, դուք ուզում եք հասկանալ, ուզում եք ասեք, որ կառավարությունների պետական ծրագրերը պետք է իրականացվեն։ Ճիշտ ասած ինձ համար ամենակիչը հետաքրքրում է այդ փոսերը, գիտեք, թող ավտովարորդները մտածեն եւ միտինգ անեն կամ գնան Ավինյանի հայատ ասեն, այս ինչ ասֆալտապատում ենք, դրա համար վճարել ենք։ Ինձ հետաքրքրում է հետեւյալը. Հայաստանի Հանրապետության եւս մեկ անգամ ցանկացած միջին, հա, ասես գրագիտություն ունեցող, հա, էկոնոմիստների մասն է խոսքը, իրենց յուրաքանչյուրին հարց տակ ասեք, ինչ բան է պետական բյուջե, պետության կառավարության արտաքին եւ ներքին պարկ եւ նրա կառավարելիությունը, նրանք կարող են ասել հետեւյալը, որ պետական բյուջեն դա յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր օրվա, հա, կենցաղավարության անբաժանելի մասն է։ Հետևաբար այսօրվա Նիկոլ Փաշինյանը թիվ 1 գործատուն, հա, թիվ 1 տնօրեն, թիվ 1 բիզնեսմեն, ինչպես ուզում եք անվանեք, եւ իր 12 նախարարները, որքան արդյունավետ են կառավարում պետական բյուջեի ռեսուրսները, հետևաբար այդքան ավելի անհամեմատ քիչ մեզի պետական պարտքի, հա, ավելացման խնդիր կլինի եւ հետևաբար մեր տնտեսվարող սուբյեկտների համար այդ հարկային քաղաքականության փոփոխությունները ավելի այսպես ահագնացող չեն լինի եւ ապրանքների գները այսպեսի ահագնացող չեն բարձրանա, չես կարող ապրանքի գինը չբարձրացնես, եթե դու ունես անհամեմատ ավելի պետական արտաքին եւ ներքին պարտ, որը չի հիմնավորվել եկամտաբերության գործոնով, դուք հասկանում եք պարզապես գնաց բանկից վարկ վերցնես եւ անիմաստ ծախսես, հա, եւ ընտանեկան բյուջես դու պետք է ստիպված լինես այդ վարկը վճարես, հակառակ դեպքում բանկը հարկադիրի միջոցով դուրը թաքելու է, առաջինը կալանք են դնելու հաշիվներիդ վրա, երկրորդը գույքդ են արգրավելու, երրորդ անշարժ գույքդ են արգրավելու։ Պարոն Մարտիրոսյան, այսինքն այդ հնան, որ ավելացրել են, հա, եւ հարաբերակցությունը նվազել է, ստացվում է, որ ավելի շատ քաղաքացիների գրպանները մտնելու շնորհիվ է եղել, հարկերը ավելացնելու, այսինքն երկրի բնակչության կենսամակարդակը իջեցնելու հաշվին, որտեղ ինչքան պակասում է մարդու եկամուտը, այնքան իր կենսամակարդակը բնականաբար իջնում է։ Հաշվին իրենք հնա են ավելացնում, այսինքն ճիշտ հասկացնենք էլի, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան։ Սիրելի քաղաքացիներ, այդ որ ասում եք 25 թվականին ճիշտ է պարտքը ավելացել է, բայց մենք ավելի շատ համախառն ներքին արդյունք ենք ստեղծել եւ այդ հարաբերակցությունը քչացել է, դա նշանակում է, որ դուք ավելի շատ եք սկսել վճարել այդ պարտքի համար, եթե նախկինում դիցուկ վճարում եք $1000, հա, հիմա սկսել եք վճարել $5000։ Ձեր հաշվին է ամեն ինչ արվում, ոչ թե իշխանավորների հաշվին, եւ դուք ավելի վատ եք ապրելու, որովհետեւ
համախառն ներքին արդյունքը ձեր հաշվին է ավելանում, ոչ թե արտադրություններ են ստեղծվում։ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը հումք է արտահանում։ Միջազգային շուկայում այդ ապրանքատեսակի նկատմամբ գները բարձրանում են, Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի վրա դրական ազդակներ են լինում։ Ինձ մի հատ կարող եք ասել Արագածոտնի մարզ, Շիրակի մարզ, Կոտայքի մարզ, Տավուշի մարզ։ Ինչ դրական ազդեցություն է ունենալու։ Բացարձակ Թվացial ապրանք ենք արտահանել, բայց միջազգային շուկայում գները բարձրացել են, որոշակիորեն համախառն ազգային արդյունքի վրա դրական ազդեցություն է ունեցել եւ հետեւաբար ՀՆԱ-ի վրա դրական ազդեցություն է ունեցել, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներգրաված պետական արտաքին եւ ներքին պարտքի վրա էական ազդեցություն չի թողնում